Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր պատրաստելու ենք իմ ամենահայտնի աղցաններից մեկը, որը թունայով պաստա աղցանն է, մատուցվում ասարը, որովհետև իր սոսը մայոնեզով եւ մանանեխով է, իսկ ինչա պարունակում, պաստայի տեսակ, որը ես այսօր ֆուսիլի եմ օգտագործում, բայց կարող եք որևէ մեկ ուրիշ տեսակ էլ օգտագործել, կարող եք ֆարֆալի, կարող եք խխունջ եւ այլն։ Մտերքները ամենակարևորը թունան է, փորձեք վերցնել թունան ցիտապտղից հետի մեջ կամ ինչ-որ է եւ մի քիչ քամել ու հետո օգտագործել։ Արդեն գարմիր սոխը մշտական եւ շատ կարևոր բաղադրիչ է թունայի աղցանի, այստեղ ունենք երկու տեսակի բխբեղ, պետք է կտրատենք, արդեն տեսնում եք այստեղ եգիպտացորեն թթուվարունք եւ արդեն սոսի համար օգտագործելու ենք մայոնեզ, մանանեխ, բայց դիժոն գծու, եթե ուզում եք կլասիկ դասական մանանեխ էլ կարող եք օգտագործել եւ կացախ։ Սկզբում ես երկուքը գտրատելու ենք, քանի որ սոխը արդեն գտրատել եմ, պատրաստել եմ, որպեսզի մենք ստեղ միան թթուվարունգը եւ բխբեղները գտրատենք։ Շատ մանր ենք գտրատելու եւ արդեն իրար վրա հետո կավելացնենք ու կստանանք մի հատ համով զանգված։ Այս աղցանը ամեն տեսակի սեզոններին շատ հարմար է, որովհետեւ ինքը եւ մատուցվում է սարը, այսինքն արդեն անելուց պետք է մի հատ սառնարան տնեք, մի ժամ, 2 ժամ, այսինքն եթե հյուրեր ունեք, մի 2 ժամ առաջ, 3 ժամ առաջ որ պատրաստում եք, դնում եք սառնարան, մի քիչ այդ համերը իրար հետ միավորվում են ու արդեն հետո երբ որ սեղանի վրա տնեք, շատ համեղ է ստացվում։ Չնայած նույն րոպեին էլ կարակ պատրաստեք ուտեք, այդ ոչ մի խնդիր։ Իսկ այսինքն ինչի է ասում ամռան եւ ձմռան, որովհետեւ ցմերն էլ կարող եք հանգիստ պատրաստել ու ուտել։ Մշտական սեզոնային է ու ամենակարևորը որ սննդարար է, քանի որ ես այս նույնը օգտագործում եմ միան պաստային տեսակն եմ փոխում, այսինքն ավելի օրինակ ամբողջահատիկով կամ փանով գրեչկայի ալյուրով պատրաստված պաստաներ եմ օգտագործում, այսինքն դառնում է ինքը 100% առողջարար։ Այստեղ որովհետև ամեն ինչ ոնց տեսնում եք առողջարար է։ Մանր բզդիկ քարագուսիներ կամ խորանարդիկների գտրատում ենք, մի կողմ ենք դնում, ես մեկ-մեկ ավելացնում եմ սև ցիտապտուղել, բայց նայած հիմա այսօր միան այս կառն եմ որոշել դնել, Փարակ շերդերի ենք վերածում ու հետո կտրատում ենք։ Մեր կանաչ բխբեղը պատրաստ է։ Հիմա անում ենք կարմիրը։ Ես իմիջիալոտ պաստան արդեն թրեր եմ խաշարու, որպեսզի միջև պատրաստ լալը մենք սրանք կտրատենք։ Մեր պաստան պետք է ալդանտե լինի, այսինքն 10-12 մինուտ մաքսիմում, 9-ից 12, նայած պաստայի տեսակը ավելի ճիշտը, անգյա ավելի մի թողեք, որովհետև երբ որ պաստան շատ փափուկ է լինում, ինքը ճիշտ նույն համովությունը չի լինում, նամանավանդ աղցանի մեջ ինքը պետք է սենց կեցված կունենա։ Մանրացնում ենք։
Իրականում կարող եք օրինակ բղբեղները ինչ որ ունենանք, ես մեկ-մեկ մի թեթև գծու բղբեղել եմ ավելացում, բայց դե որ երեխեքը պետքա ուտեն, կարողա գծու չուտեն, կարող եք շավելացնել եւ հետը կողքը ուտել։ Բայց թթու վարունգը կարևոր է, կարմիր սոխը շատ կարևոր է։ Մնացածը ըստ ձեր ճաշակին։ Մեր բղբեղը պատրաստ է արդեն։ Մի հատ նայենք պաստային, կարող է արդեն պետք է հանենք։ Ցերկով նայում ենք արդեն լավ է։ Ու մի հատ էլ կախնիկ ասեմ, եթե մենք պաստան պատրաստում ենք եւ միանգամից պետքա սոսի հետ խառնենք, կարող ենք իրան բաղջուր չանել։ Բայց եթե մի քիչ ուշանալու ենք սոսի հետ խառնելուց, բայց անպայման պետքա բաղջուր անենք։ Հիմա քանի որ ես ուզում եմ իրեն դենց սոսի հետ լավ բլենդ անել, չեմ անել բաղջուր։ Մեր պաստան արդեն հանել ենք, կարող ենք ստեղ հեռացնել ու սպասել։ Մի քիչ արդեն ինքը կպաղի ու մենք բոլորով կխառնենք։ Ստեղ թթու վարունգներն ենք հանում եմ, մի քիչ մարացնում ենք ու արդեն ավելացնում ենք մեր աղցանին։ Այս փոքր քարակուսիների ենք վերածում։ Այսինքն այս աղցանը մի քիչ մանրացնելու մեջ ժամանակը ավելի կարող ենք ասել, որ մանրացնել է, բայց դե մեգա հեշտ է, դժվար բան չկա։ Անպայման պատրաստեք այս աղցանը, շատ եք հավանելու իրականում։ Ու ձեր ընտանիքի անդամները շատ են ուրախանալու։ Վերցնում ենք այսպիսի ափսե կամ բոլ, ավելացնում ենք մեր կանաչեղենը եւ թթու վարունգը, որը կտրատել ենք, ու հետո կամաց արդեն ավելացնելու ենք մնացած ապրանքը։ Ըստ կանաչ սոխը տեսնում եք, կանաչ սոխը ամենավերջում եմ ավելացնելու, երբ որ ամեն ինչ խառնելու եմ սոսի հետ, ինքը դառնալու է ցենց բաց, բեժ կամ սպիտակ, ու ես այն ժամանակ սիրում եմ միշտ մի քիչ կանաչի վրան ավելացեմ, որ իրեն քույն տամ, ու կանաչ սոխ եմ ավելացնելու ամենավերջում։ Ահա։ Հիմա ավելացում եմ կարմիր սոխը։ Եգիպտացորենը։ Թունան կամ թունայի ցուկը։ Ստոպ եմ անում, գնում եմ, ստեղ դնում եմ, մի հատ ձեռքերս եմ լվանում, սավայով, եթե սակոն հասցնի նգարեց, բռնցրեց, ձեռքերս մաքրում եմ, ու շարունակում ենք, օքեյ, թունան ավելացրել ենք, հիմա ինչ ենք անում, ուզում եմ ավելացնել կացախը, դիժոն մանանեխը կամ գծու մանանեխը, մայոնեզը, ավելացում եմ մի թեթև աղ, բղբեղ, Ես գլուբնի ունիս, եսի որը թնում եմ դու։ Ինչ ասում եմ, սակո։ Մի քիչ այս բղբեղից։ Օրիգանո։
Մի հատ լավ խառնում ենք ու հետո արդեն ավելացնենք պաստան։ Պաստայից ենք ավելացնելու։ Պահոդերը, պահամը, իրականում ես ես դեսագի ուտելիքները մի հատ ցերկով եմ խառնում, որովհետև իրան պետք է ասկամ, ու ինքը պետք է ինձ սկա, որպես ավելի համով լինի։ Մերսի ենք ասում կտալին և շարունակում ենք։ Մի թեթև ամեն ինչից դենց մադիկներով խառնում ենք, որպեսի բլենդ լինի ամեն ինչ իրար։ Կացախը չենք մոռանում, մի թեթև կացախը համնապացում, օրիկանոն անպայման է, աղը բղբեղը անշուտ ասեցինք ու մանանեխը մի թեթև էսի մեջում էլ կա, որովհետև իմ ամենահայտնի պաստաներից է, քանի որ իմ դունը եկող հյուրերս միշտ իրականում երկար լիստ ունեմ, որ իմ հյուրերս ասում են, միշտ քանի որ հարցում եմ դե ինչ կուզեք եւ այլն, մեկի իր ֆեյվորիտն է ասում, ու սա պատրաստում եմ։ Ու այս պաստան այդ լիստից է։ Գրեթե պատրաստ է, ես կարամ մի հատ համին նայեմ, որպեսի աղին և մնացած բանին նայեմ։ Վաու, 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 շատ համով է, oh my god։ Արդեն մենք պատրաստ ենք, կարող ենք մատուցել, տեսեք քույները ինչքան հետաքրքիր են, ավելացնում եմ մեր մատուցման ափսեին, okay. Դե ինձ սիրելիներս, այսօրվա աղցանը արդեն պատրաստ է, հույսով եմ կհավանեք, անպայման պատրաստեք, ես ուզում եմ մի հատ փորձեմ, որպեսզի դուք էլ իմ հետ տեսնեք, կարողանամ իմ զգացումները արտահայտել։ Շատ համով է, անպայման պատրաստեք, պաղաթիչները շատ հեշտ են, ամեն տեղ կգտնվի, եթե դանը չգտնվի, ներքևի մարքեթում կգտնվի։ Կարող եք վերցնել, կտրատել ամեն ինչ ու խառնել։ Ձեզ բարեխորժակ։ Չմոռանաք հետևել մեր էջերին, Facebook-ի եւ Instagram-ի Համիկ Ախնիկ, որպեսզի պատճտոնեք ոչ մի ծիծաղելի backstage-ներ, որը իմ առանց ուզելուց դնում են։ Բայց ոչինչ։ Եվ բաժանորդագրվեք անպայման YouTube-յան մեր ալիքում Համիկ Ախնիկ, որպեսզի բոլոր ձեր բաց թողած հաղորդումները ընդեղ նայեք։ Ձեզ լավ օր։